պահանջում էր Կտրիչ Ներսիսյանը, վարչապետի հրաժարականը, այն պայմաններում, երբ եկեղեցականները, այդ նույն եկեղեցականները, այս տարիների ընթացքում իրենց ծպտունը չկար այն ժամանակ, երբ որ իրենց կարիքը կար մեր ժողովրդին։ Օրինակ, սկսած մարտի 1-ին 2008 թվականից, երբ որ փողոցներում հայեր էին գնդակահարվում փաստացիորեն, Էլեկտրիկ Երևանը հիշենք, Սասնա Ծռերը հիշենք, այն անհանգստությունները, որոնք որ տեղի էին ունենում Հայաստանում ժամանակ առ ժամանակ եւ բնական անհանգստությունները, քանի որ մեր պետությունը իր պետության իշխանությունը դարձյալ զավթված վիճակում էր գտնվում։ Եկեղեցին լուռ ու մուճ նստած էր։ Զանգերը լռում էին, ոչ մի զանգ չկար, ոչ մի եկեղեցական չկար, որ դուրս գար փողոց իր հոտի հետ միասին կանգներ այդ ոստիկանների առջև դեմքով դեպի ոստիկաններ եւ փորձեր պարզապես նույնիսկ համերաշխության կանչել, հանդարտության, որպեսզի արյուն չթափվի փողոցներում, հայ քաղաքի Երևանի փողոցներում։ Դա տեղի չունեցավ։ Իսկ զանգերը սկսեցին հնչել այն ժամանակ, երբ որ այդ կրիմինալ կառույցը փորձեցին կպնել, այդ պետությունը փորձեց այդ կրիմինալ կառույցին, այն մարդկանց հանդեպ, որոնք որ կոչեր էին անում ռազմական հեղաշրջման